Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ազգային ժողովի նախագահային պատասխանել եք իր դիմումը եկել է ձեզ մոտ, դուք պատասխան ուղարկել եք։ Էլի եմ ասում, հիմա ես չեմ ուզում անդրադառնալ դրա մասին, որովհետև շատ դիմումներ եմ, հիմա ուրիշ դիմումների մասին չեք հարցնում, շատ դիմումներ եմ ասում։ Խնդրում եմ Ալեն Սիմոնյանի Ազգային այդ թվում նաև ազգային ժողովի падգամավորներից ենք շատ դիմումներ ստանում, ընդդիմադիր ֆրակցիաներից ենք շատ դիմումներ ստանում, դիմումները ստանում ենք եւ նույն կերպ ընթացք ենք տալիս։ Բայց ստացել եք ազգային ժողովի նախագահի դիմումը։ Ես չեմ կարող մեկնաբանել, գրավոր գրեք, կասեմ։ Ես նախարարության ամբողջ մալբերին չեմ վերահսկում ինքս։ Եթե պատկերացնում եք հազարավոր դիմումներ եմ ես ինքս ստանում եւ ոչ միայն պաշտոնական, այլ թվում նաև մեյլերով։ Բայց սա հերթական ինչ-որ շարքային դիմումը չի, ազգային ժողովի նախագահի կողմից ուղարկված դիմում է։ Ազգային ժողովի նախագահի ստացած դիմումը, ինչպես որ մնացած բոլոր դիմումները, մենք ընթացք ենք տալիս նույն կերպ։ Չկա առանձին հատուկ ընթացակարգ, եթե դա պաշտոնատար անձի կողմից ստացած դիմում է, ուրեմն առանձին պետք է ընթացակարգ ստանա։ Նույնը վերաբերվում է իմ դիմումների մասին։ Հիմա մեր կողմից շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված օրենսդրական փոփոխությունները այնպես չէ, որ ՇՄՆ նախարարի կողմից է, ուրեմն պետք է ինքը հատուկ ընթաց ստանա, ոչ, կա ընթացակարգ, կա օրենք։ Պարոն նախարար, կոպի նախապատրաստական աշխատանքներից ինչ մանրամասներ կհաղորդեք, հրավիրյալների հաստատված ցանկ կա, արդյոք Ադրբեջանը հրավիրյալների ցանկում է եւ հաստատել է արդյոք իր մասնակցությունը կոպի։ Այս բան շնորհակալություն հարցերով, այս բան մենք հրավիրյալների ցանկ չունենք, ընդհանուր երկու ուղղությամբ է հիմնականում մեր աշխատանքները բաժանված, առաջինը լոգիստիկ կազմակերպչական եւ երկրորդը արդեն բովանդակային ՄԱԿ կենսաբազմազանության քարտուղարության գործընկերների հետ մենք ամենօրյա ռեժիմով աշխատանքներ ենք տանում, նրանք բարբերաբար այցելում են հանրապետություն, շրջայցներ են կատարում, խորհուրդներ են տալիս, ուղղություններ են տալիս, իրենց հետ միասին աշխատում ենք, այս բանը կարող եմ նշել, որ մենք ունենալու ենք պաշտոնական կապույտ զոնա ասված հատվածը, որը տեղի կունենա Մերիդիան Էքսպո կենտրոնում հոկտեմբերի 16-ից սկսած իսկ կանաձոնա հատվածը, որը բաց կլինի մեր հասարակության համար, քաղաքասարակության համար, քաղաքացիների համար տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան համալիրում բավականին դեռ շատ աշխատանքներ ունենք անելու եւ այս պահին էլ աշխատանքներ իրականացում են բովանդակության հետ կապված ես իմ ելույթում նշեցի կամ եթե չեմ սխալվում գործընկերների մեկին հարցին պատասխան նշեցի որ օրակարգի կազման փուլում ենք այս պահին այս պահին հստակ գիտենք որ օրակարգային մեկ հարց կունենանք դա վերաբերելի է համաշխարհային վերանայման ծրագրին, որը մեզ հնարավորություն կտա վերհանելու են բոլոր խնդիրները, ինչ բոլորս ունենք, բոլորս, այսինքն համաժողովի անդամ երկրները, 196 երկրները անհրաժեշտ կատարել այդ խնդիրներին, վերհանել եւ եթե կարիքը կլինի, արդեն նոր մոտեցումներ եւ նոր առաջարկներով հանդես գալ, որպեսզի մինչ 2030 թվականը մեր սահմանված նշաձողին հասնելու համար աշխատանքներում շտկումներ կատարենք մնացածը բոլոր ընթացիկ աշխատանքներ են առաջիկայում տեղի կունենա կոպի 30-ը Բրազիլիայում Բելեմ քաղաքում մեր պատվիրակությունը մասնակցելու է անպայման այնտեղ էլ վերհանված խնդիրները, որոնք հիմնականում վերաբերվում են կլիմայի ուղղությամբ եւ իրենց փոխկապակցվածությունը կենսաբազմազանության հետ նաեւ փորձելու են կանադարձ կատարել մեր համաժողովի շրջանակներում։ Դուք վարչապետին նշեմ, որ առաջիկա հաջորդ ելույթը լիագումար նիստի ժամանակ հիմնականում ելույթը ներառելու է COP17-ի նախապատրաստական աշխատանքները։ Դուք վարչապետին աջակցում եք միանշանակ աջակցում, պարոն վարչապետին, ինչ հարցով եք աջակցում։